Երևանի ակադեմիական ավագ դպրոցում շարունակվում են մասնագիտական կողմնորոշում թեմայով հանդիպումները տարբեր ոլորտի եւ մասնագիտությունների դեր մարդկանց հետ։ Անցած ուրբաթ 10-րդ դասարանցիներին հյուր էր իրավաբանական եւ ֆինանսական ոլորտների մասնագետ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը։ Զրույցը ընթանում էր իրավաբանության եւ ֆինանսների շուրջ։ Անի Մակարյանը կենտրոնական դեպոզիտարիայի թիմին միացել է 2021 թվականի նոյեմբերին որպես գլխավոր իրավախորհրդատու, իսկ 2024 թվականի նոյեմբերից ստանձնել է գլխավոր տնօրենի պաշտոնը։ Նախկինում շուրջ 15 տարի աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության իրավական աջակցման բաժնի ղեկավար։ Հանդիսանում է փաստաբանների պալատի անդամ։ 2014 թվականից ի վեր նաև դասախոսել է հայ-ռուսական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ Իսկ ինչ է դեպոզիտարիան եւ երբ է այն ստեղծվել։ Դեպոզիտարիան, անգլերեն depository, ֆինանսական կազմակերպություն է կամ համակարգ, որը զբաղվում է արժեթղթերի պահպանմամբ, հաշվեկշռմամբ եւ դրանց հետ կապված գործարքների հաշվարկով։ Համակարգը ձևավորվել է 20-րդ դարի կեսերին կապիտալի շուկաների զարգացման հետ։ Առաջին դեպոզիտար համակարգը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1973 թվականին, երբ հիմնադրվեց The Depository Trust Company New York-ում։ Դրա նպատակն էր նվազեցնել թղթային արժեքների շրջանառության բարդությունները եւ ապահովել էլեկտրոնային հաշվառումը։ Հետագայում նմանատիպ դեպոզիտար համակարգեր ստեղծվեցին Եվրոպայում, օրինակ Բրյուսելում, Լյուքսեմբուրգում եւ այլ երկրներում։ Հայաստանում գործում է կենտրոնական դեպոզիտարիան, այն իրականացնում է բոլոր արժեթղթերի հաշվառումը, ապահովումը եւ գործարքների հաշվարկը Հայաստանի ֆոնդային շուկայում։ Հայաստանում 1996 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 4 որոշմամբ ստեղծվեց ազգային կենտրոնացված ռեեստր պետական ձեռնարկությունը, ապա 1999-ի ապրիլին ազգային կենտրոնական ռեեստր պետական ձեռնարկության վերակազմակերպման արդյունքում ստեղծվեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա փակ բաժնետիրական ընկերությունը։ 2005 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան արդեն դառնում է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի եւ ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիաների անդամ։ Այս եւ այլ հարցերի շուրջ կայացավ 10-րդ դասարանցիների եւ հյուրի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանի միջև զրույցը։